Արցախցիները կառավարության շենքի դիմաց շարունակել են բողոքի ակցիան, պահանջելով երկարաձգել իրենց տրվող սոցիալական վճարումները։ Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների կեցության եւ այլ ծախսերը հոգալու նպատակով 40+10,000 դրամ սոցիալական աջակցության ծրագիր է իրականացնում, որը կրճատվում է այս ամիս։ Գործադիրը որոշել էր ապրիլից մինչև հունիս աջակցության չափը դարձնել 40,000 դրամ, հուլիսից դեկտեմբեր արդեն 30,000, բայց այս աջակցությունից ի տարբերություն գործողի սահմանափակ թվով տեղահանվածներ են օգտվելու միայն անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները 62-ից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածներն ու առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործողին զուգահեռ ավելի փոքր գումարի չափով ու գրեթե 9 անգամ ավելի քիչ շահառուներ ընդգրկող նոր աջակցության ծրագիր է մտադիր ընդունել։ Այն նախատեսված է 11430 անապահով տեղահանվածի համար։ Հանրային քննարկման դրված նախագծով պետությունն առաջարկում է 40,000 դրամ աջակցություն տալ ընտանիքի միայն մեկ անդամի, իսկ մյուսներին 10,000։ Այստեղ հարցը հենավեր ստեղծում են բոլոր պայմանները, Արցախից հրաժարվալու, մենք էլ արցախցիներից են հրաժարվում։ Արցախցիներից են հրաժարվում։ Ամեն ինչ անում, որպեսզի մարդիկ եկան թողին գնան իրանց տուն։ Այս նման իշխանության ՆՀՏ պայքարի միակ տարբերակը դա քաղաքական ինքնակազմակերպումն է, վերևեր ես կոչում անում Հայաստանի Հանրապետության բոլոր այն առողջ ուժերը, անհատները, խմբերը, ովքեր հասկանում եւ գիտակցում են, թե ինչի առջեւ է կանգնած, ինչ դժվարության առաջ է կանգնած Հայաստանի Հանրապետությունը, ովքեր ճտիկով աշխատող չեն, սա շատ կարևոր հանգամանք է, ովքեր ճտիկով հականիկոլական չեն դառնում եւ ճտիկով չեն անջատվում։ Այդ ուժերին միավորվել եւ հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությանը նույն ճակատագիրն է սպասելու, ինչ ճակատագրի որ արժանացել է Արցախի Հանրապետությունը, եթե այս իշխանությունը շարունակի գործել եւ շարունակի մնալ այս շենքում։ Մենք գործ ունենք կոլաբորանտ իշխանության հետ, որը ամեն քայլափոխի, ինչ որ բաներ է հայտարարում, այդ հայտարարություններից դուրս է գալիս եւ գնում է հետագա process-ների, մարսելով, ժողովրդին տեղավորցնելով եւ ամեն օր ավելի ուժեղ դառնալով։ Ես շնորհակալ եմ ձեզնից եկալը, Բեչինչ։ Կառավարությունը պատրաստ է կնքել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, հայտարարել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին առաջ է քաշում նախապայմաններ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար, մասնավորապես նշում է Միսկի խմբի համանախագահության լուծարում եւ Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Հայաստանը միարժեքորեն պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, ընդ որում նախապայմաններ որպես ես այդ հնչեցված մտքերը չեմ դիտարկում եւ կարծում եմ, որ կառավարությունն էլ չի դիտարկում։ Ես իմ խոսքում նշել եմ, որ խաղաղությունը այլընտրանք չունի եւ մեր գործողությունները այո պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը։ Բայց թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը, կարծում եմ, որ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխություններին, ապա ես բազմիցս նշել եմ, որ մենք աշխատում ենք սահմանադրության նոր տեքստի վրա, այս պահին տեքստի մասով, ինչպես նախկինում մանրամասներ ասել չեմ կարող, բայց շատ կարևոր է մի շեշտադրում, որ այդ տեքստը չի լինելու եւ ուղղակի իբնե չի կարող լինել գաղտնի եւ ինչ որ պահին հանրայնացվելու է եւ յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր նորմ քննարկվելու է մեր հասարակության ներկայացուցիչներով։ Գյումրուի եւ Փարաքարի ընտրությունները փաստում են մի բան, որ Հայաստանում ժողովրդավարությունն իսկապես արմատանում եւ անշրջելի իրողություն է դառնում, հայտարարել է առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանի խոսքով ցանկացած ընտրական process-ից հետո մասնակիցները վերլուծում են իրենց արդյունքները եւ ըստ էության իրենք ավելի շատ ունեն ձայն հավաքած 21 թվականի համեմատությամբ, բայց իհարկե արդյունքները գոհացնող չեն։ Մեր կառավարությունը իրագործում է տված խոստումները եւ մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում եւ միանշանակ հավակնում է 26 թվականին եւս իշխանության գալ։ Տիկին Ավանեսյան Գրիգոր Լուսավորիչ Ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, այլ նաև մի քանի այլ բժշկական կենտրոններում առաջիկայում այո տնօրենի փոփոխություն է լինելու եւ կարծում եմ սա նորմալ ընթացք է, տնօրենների փոփոխությունը եւս մեր ընթացի գործնական մի մասն է։ Երկուսի մասով էլ երեք էլ մենք գտնվում ենք Վանարջանի անվան ուրուցքաբանության կենտրոնում, կարծում եմ շատ մեծ ներդրում են ունեցել այս երկու խոշոր կենտրոնների ղեկավարությունը եւ թիմերը ձևավորելու իսկապես լրիվ նոր մշակույթով, ստանդարտով
ենթակառուցվածքներով, ծառայություններով, բժշկական կենտրոններ, կարծում եմ եկել է ժամանակը արդեն հաջորդ этаպներին անցնելու, զարգացման նոր ուղիներ գնալու։ Այո, պարոն Զեյնալյանի տեխնատությունը քննարկվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Դա նախարարի որոշման դիրույթ։ Այո։ Իսկ այլ տեխնատիվ պարոն Զեյնալյանը Դե չեմ կարող ինչի տեխնատու։ Ես նշեցի, որ մի քանի կենտրոններում են փոխվելու եւ ասեցի, այո, պարոն Զեյնալյանը մեր տեխնատուն է։ Մարտուն Գրիգորյանը չի հանդիսացել եւ այժմ էլ չի հանդիսանում հանրապետական կուսակցության անդամ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Գյումրիի եւ Մարտուն Գրիգորյանի շուրջ զարգացումներին։ Բավականին գարշելի է տեսնել վերջին օրերին տեղի ունեցող այն տեղեկատվական տեղատարափը, այն դիրքորոշումները, գրառումները, հայտարարությունները, որը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ է իրականացվում, սա այն դեպքում, որ նա եւ որպես մարդ եւ որպես քաղաքական գործիչ բնականաբար որևէ ձևով արժանի չէ նմանատիպ վերաբերմունքի, եւ երկրորդը Մարտուն Գրիգորյանը դեռևս ունի ժամանակ արտահայտվելու եւ դա որը մեկին իրավունք չի վերաբերում վիրավորական կամ մեկ այլ բնույթի հայտարարություն հնչեցնել նրա հասցեին։ Իդեպ նաև այս թեմայով ուզում եմ հետևյալը նաև առանձնացնեմ, շատ կողմեր այս օրերին նաև օգտագործում են թեման հանրապետականին եւ նաև Սերժ Սարգսյանին թիրախավորելու համար։ Այստեղ մեր խնդիրը այն չէ, որ լրացուցիչ ինչ-որ մարդիկ, որոնք այլ տարբեր առիթներ օգտագործում են մեր դեմ կեղտոտ արշավների համար, սա եւս կօգտագործեն, որովհետեւ մենք վաղուց ունենք իմունիտետ եւ մենք քաղաքական առումով էլ որտեղ անհրաժեշտ է, որ պահին էլ անհրաժեշտ է լինում, բոլորին էլ համաչափ, որոշ դեպքում էլ ոչ համաչափ այդ պատասխանը վերադարձնում ենք, բայց տպավորություն է ստեղծվում, որ կան ուժեր, որոնց խնդիրը ոչ թե Գյումրիում պայմանականորեն Վարդան Ղուկասյանին լրացուցիչ ձայները ապահովելով քաղաքապետ դարձնելն է, այլ նրանց անհրաժեշտ է, որպեսզի Մարտուն Գրիգորյանը այդ ձայները տարբեր պատճառաբանությամբ չներկայացնի, եւ դա նրանք օգտագործեն մի կողմից Մարտուն Գրիգորյանին քաղաքական հարվածներ հասցնելու, մյուս կողմից էլ նաև սա օգտագործելու հանրապետականի դեմ արշավը այլ, այսպես ասեմ, ռաունդներով շարունակելու համար։ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդին Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Spectacle du Monde պարբերականին։ Նա պատմել է, թե ինչ պայմաններում է պահվում իր հայրը Ադրբեջանում, որ հաղորդակցման միջոցը նախ կարմիր խաչն է, հետո հեռախոսը, կարող են նաև նամակներ փոխանակել, բայց դա իրականում ավելի դժվար է։ Ըստ Դավիթ Վարդանյանի պատահական չէ, որ իր հոր ձերբակալությունը 23 թվականի սեպտեմբերին հատուկ տեսանկար հանվել է եւ դա նրանց ռազմավարության մի մասն է։ I am the son of Vardanyan, who is a humanitarian Armenian leader. Նրանք ցանկանում են աշխարհասփյուր հայերին ցույց տալ, թե ինչ կարող են անել մեզ հետ։ Բաքուն օգտագործում է Վարդանյանի կերպարն ու հեղինակությունը համայն աշխարհին ուղերձելու համար։ Դժբախտաբար կարելի է ասել, որ դա նրանց ինչ-որ առումով հաջողվում է։ Ադրբեջանը հայերին դիմում է ահաբեկման, նվաստացման տրամաբանությամբ եւ էլ ավելի հեռուն գնալու ցանկությամբ։ Վաղը նրանք կարող են Երևանի բնակիչներին ասել. «Ուզում եք անվտանգ ապրել, դե ուրեմն հիմա, երբ Արցախն արդեն մերն է, մենք Սյունիքի մարզն ենք ուզում, հետո միգուցե խաղաղություն հաստատվի»։ Ադրբեջանը չի թաքցնում այդ փաստը, քանի որ ներկայում ամբողջ Հայաստանի տարածքը համարում է Արևմտյան Ադրբեջան։ But primarily his work was focused on humanitarian issues and educational programs. Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածության միջոցով կանցնեն այն ճանապարհը, որը ի վերջո հանգեցնելու է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, ասել է Հայաստանում Իրանի դեսպանը Մեհդի Սոբհանիի կարծիքով տարածաշրջանը չի դիմանա որևէ լարվածության։ Դեսպանը հավելել է, որ Իրանը կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Մեր զրույցների քննարկումների ժամանակ կողմերին կոչ ենք անում շարժվել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Իրանը պատրաստ է օգնել, որպեսզի խաղաղությունը պահպանվի, որպեսզի հրադադարը չխախտվի եւ կողմերը կարողանան հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ կարծում եմ, որ այս առումով 3+3-ը բավականին լավ ֆորմատ է։ Օգտագործելով այդ ֆորմատը մենք կարող ենք շարժվել դեպի խաղաղության հաստատում։
Իրանի նկատմամբ ճնշումները նվազագույնը տեղեկատվական օպերացիաների միջոցով կտրուկ աճում են, գրել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ու սա այն հայտարարությունների ֆոնին, երբ Միացյալ Նահանգներից Իրանին գործարք են առաջարկում, որի շուրջ համաձայնություն ձեռք չբերելու հիմքում պատերազմի սպառնալիք է դրվում։ Հավակնություն չունեմ, որը վերլուծելու Իրանի ներքին մղումներն ու վիճակը, մանավանդ ես դրա մասնագետը չեմ, սակայն նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ի սկզբանե կոշտ հակաիրանյան դիրքորոշում ունեցող ԱՄՆ նախագահն իր հրապարակային խոսքերով ու քայլերով բարձր խաղադրույք է սահմանել, ինչը կարող է մեր տարածաշրջանում մեծ պայթյուն առաջացնել։ Չեմ զլանա եւս մեկ անգամ հիշեցնելու, որ Իրանի նկատմամբ ցանկացած հարված տնտեսականից մինչև ուղիղ անվտանգություն իր բազմաշերտ ազդեցությունն է ունենալու Հայաստանի ու նրա միջավայրի վրա, արագացնելով Հայաստանի գլխին շարված ու դանդաղ գործածման դրված տարբեր սպառնալիքներ։ Ֆրանսիայի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ժան-Նոել Բարոն եւ Հաքամ Ֆիդանը Փարիզում հանդիպման շրջանակում քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը, հայտնում են Ֆրանսիայի արտգործնախարարությունից։ Նախարարներն ընդգծել են, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը երկու պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ պատշաճ հարգանքով պետք է Հարավային Կովկասին հնարավորություն տա դառնալ խաղաղության, ինտեգրման եւ համագործակցության տարածք։ Տեղի ունեցողի գլխավոր պատճառն այն է, որ մեր ազգային վերնախավերն ու հասարակությունը անցնող օրերի, ամիսների ու տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչ վտանգավոր իրավիճակ է, ինչ կարգի թշնամի պետություններ են Թուրքիան ու Ադրբեջանը եւ թե ինչեր են պատրաստվում անել նրանք մեր պետականությունը լիարժեք վերացնելու համար։ Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Այլ բառերով, եթե իմանայինք, թե ինչ է գալու մեր գլխին, գուցե եւ խելքի գայինք։ Վտանգն նորհասական է, դրա ֆոնին մնացած ամեն ինչ, կրկնում եմ, ամեն ինչ անիմաստ է ու գրոշի արժիք չունի, գրել է նա։ Ապրիլի 2-ին ԱՄՆ կոնգրեսում անցկացվել է Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառումը։ Վերջինիս մասնակից կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատարձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, նաև Միացյալ Նահանգների պատժամիջոցներ Ալիևի եւ Էրդողանի վարչակարգերի նկատմամբ նրանց պատերազմական հանցագործությունների եւ ցեղասպանական էթնիկ զտումների համար։ Կապիտոլիումի բլուրում անցկացվող այս ամենամյա միջոցառումը հիշեցում է, արդարությունը պահանջում է ոչ միայն հիշատակում, այլև գործողություններ։ Ըստ այդմ հայ դատի հանձնախմբի ներկա առաջնահերթություններն են կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, կիրառել մագնիտսկ ու պատժամիջոցներ ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ, ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը, միջազգային պաշտպանության ներքո ապահովել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը, պաշտպանել արդար եւ կայուն խաղաղությունը, որը մերժում է ուժի սպառնալիքները եւ երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է պահանջել պատասխանատվություն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությունների համար եւ Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ է անում ձեռնարկել վճռական քայլեր հակազդելու նրանց ոճրագործություններին։ Անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում, բայց Հայաստանը պետք է որոշի, թե որտեղը ավելի լավ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը։ Նա հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները եւ ԵԱՏՄ-ի հետ խզումից առաջացած կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի հայ հասարակությունը օբյեկտիվ պատկերացում ունենա իրականության նկատմամբ։ Գալուզինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միավորում է, իսկ Եվրամիությունը կառույց, որտեղ ենթարկվում են հակառուսական նարատիվներին տրված իրականությունից կտրված բրյուսելյան բյուրոկրատների կողմից։ Թուրքական ընդդիմությունը նոր ակցիա է նախաձեռնել պահանջելով ազատ արձակել 2 շաբաթ առաջ ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցության ժողովրդի հանրապետական ներկայացուցիչները կոչ էին արել 24 ժամով դադարեցնել սպասարկման ոլորտի բոլոր ձեռնարկությունների աշխատանքը։ Որպես հետևանք Ստամբուլում գործող խանութների եւ սրճարանների մի զգալի մասը փակ էր։ Այն օբյեկտներն, որոնց սեփականատերերը չէին հետևել ընդդիմության կոչին, հիմնականում դատարկ էին։ Իշխանության ներկայացուցիչները այս քայլը անվանել են տնտեսական սաբոտաժ։